Մաղթում եմ ձեզ հաղթանակ։ Հաղթանակը ոչ միայն Քոչարյանին, այլև բոլորին է պետք երկրորդ նախագահային աղուհացով դիմավորող փոքրիկի խոսքը շարունակում է Վայքեցի կինը։ Մաղթում եմ բոլորիս հաղթանակ, պարոն նախագահ։ Հայաստան դաշինքի նախընտրական ծրագիրը լսելու համար Վայքի բնակիչները այն նույն դահլիճում են հավաքվել, որտեղ 2021-ի ընտրարշավում Իշխան Սաղաթելյանը զգուշացրել էր, թե ինչ վտանգների առաջ կկանգնի Հայաստանը, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Ասել ենք այն անձը, ով երկրին բերել է մահ պատերազմ, ով գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, ինքը եթե վերարտադրվի, Վայոց ձորը եւ Հայաստանի բոլոր սահմանամերձ մարզերը ունենալու են լրջագույն խնդրեմ։ Շատերը մեզ չհավատացին, շատերը չվստահեցին, շատերը հավատացին այս խեղկատակներին։ Կանխատեսումների մի մասն իրականացել է, ամենացավոտներն է թվարկում Սաղաթելյանը։ Արդյունքում Արցախը հայաթափվեց, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են ջերմուկի մատույցներում։ Այսօր էլ կան սպառնալիքներ, որ իրականություն կդառնան, եթե 2026-ին Վայքն ու ամբողջ Հայաստանը չմերժի համար 16-ին։ Այսօր ձեզ եկել ենք ասում ենք, եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է։ Ինչ դիրքորոշում ունի Հայաստան դաշինքն այսպես կոչված անկլավների վերադարձի վերաբերյալ, Վայքի բնակիչները հարցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Տիգրանաշենը չի կարող ենք հանձնել Ադրբեջանին, ուղղակի բացառում է։ Վայքում նաև լուրեր են տարածվել, թե իշխանության գալուց հետո Ռոբերտ Քոչարյանի թիմը չեղարկելու է սոցիալ-տնտեսական որոշ ծրագրեր, որոնք այս իշխանությունն է նախաձեռնել։ Եթե կա ծրագիր, որը աշխատում է, սկսել է աշխատել, թերություններով, ուրեմն այդ թերություններն եք շտկելու։ Եթե խոսքը գնում է բժշկական ապահովագրության մասին, դա մենք վաղուց ենք ասում, որ դա պետք է։ Հիմա իրենք նախընտրական նպատակների համար դա արեցին, մենք դա բարելավելու ենք, որ նաև բժիշկները դժգոհ չլինեն։ Կառուցելու խոստումով է երկրի առաջնորդությունը ստանձնել պատրաստվում Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք Հայաստանում եղած շինարարական աննախադեպ բումը շատ վայքեցիներ են հիշում։ Մենք չենք գալիս քանդելու, քանդող սրանք են։ Մենք գալիս ենք կառուցելու, ժողովուրդ ջան, կառուցել։ Կկառուցվեն դպրոցներ, կբացվեն նոր աշխատատեղեր, որ երկիրը կրկին մրցունակ դառնա, ասում է Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանի արտաքին քաղաքականության իր մոդելը ներկայացնում։ Այս տարածաշրջանում մի քանի 100 տարի մրցել են իրար հետ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Չէ, այսպես է եղել։ Եվ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա։ Եվ ինչ պիտի անի արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության, բալանսավորել այդ ուժերի ներկայությունը այստեղ, զսպել Թուրքիայի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա, իսկ դա այլ կերպ, քան Ռուսաստանի հետ ուղղակի չես կարող անել, որովհետև չկա այս երկրագնդի վրա այլ երկիր, որը կարող է հակակշռել։ Ինչ է անում այս իշխանությունը։ Ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Ամեն ինչ։ Բայց Ռուսաստանը ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող պետություն է, ուժ է։ Ռուսաստանը նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է։ Քարոզարշավի գրեթե բոլոր հասցեներում Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններից է կախված մեր երկրի բնակչության մոտ 80%-ի բարեկեցությունը։ Ուրեմն պետք չէ վարել այնպիսի քաղաքականություն, որը կվտանգի մեր ժողովրդի կյանքի որակը։ Մենք այդ խնդիրները լուծելու ենք։ Հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ից այդ բոլոր հարցերի լուծումը տալու ենք, շատ կտրուկ։ Քոչարյանը հեգնանքով է արձագանքում իշխանական քարոզչամեքենայի տարածած լուրերին, թե ընդդիմությունն է հայ-ռուսական կոնֆլիկտ հրահրում, կաշառում ռուսներին, որ հայկական գյուղմթերքը թույլ չտան վաճառվի ռուսական շուկայում։ Ես Ագնեսայից իմացա, որ ես կաշառել եմ Ռուսաստանը, չգիտեի, որ թափս այդ աստիճան է, այդ մակարդակի է, ոնց որ ինքնագնահատականս բան արեց։ Էյապես փոխվեց, էյապես։ Հունիսի 7-ից հետո Հայաստանն ավելի շատ է ունենալու մեծ շուկաների կարիք, որովհետև գյուղատնտեսությունը կտրուկ զարգացնել է խոստանում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը։ Վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը եւ գյուղի գյուղացու խնդիրները լինելու են պետության ուշադրության եւ հոգացության կենտրոնում։
Հող մշակելը ստաժ է համարելու Ռոբերտ Քոչարյանի թիմի ձևավորած կառավարությունն, ասում է Սաղաթելյանը, նաև գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիր է կյանքի կոչվելու, մինչև 15 միլիոն դրամ 0%-ով վարկ կստանան գյուղացիները։ Թեև տիկունք տանք, մեջքի տանք, թասիբով կազմակերպված ձևով այս իշխանությունից ազատվենք ու երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Կարող ենք միասին Վայոց ձորից Սյունիք է ուղևորվում Հայաստան դաշինքի թիմը, առաջին կանգառը Սիսյանն է։ Սիսյանցիներին առաջին ուղերձը տնային կալանքում գտնվող պատգամավոր Արթուր Սարգսյանն է փոխանցում։ Ողջույն իմ արժանապատիվ սիսյանցիներ։ Հայաստան դաշինքի Սիսյանցի թեկնածուն տեսակապով է միանում նախընտրական հավաքին։ Կոչ եմ անում բոլորին, լինել միասնական, համախմբված եւ վճռական։ Մեր տարածաշրջանը ու մեր բնակիչները արժանի են ապահով, հզոր եւ արժանապատիվ կյանքի եւ մենք միասին հասնելու ենք դրան։ Միասին կարող ենք։ Ռոբերտ Քոչարյանը կարող է Հայաստանը ապահով ու արժանապատիվ երկիր դարձնել, վստահեցնում է համակարգացիներին Սարգսյանը։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին եւ հունիսի 7-ին ընտրելով համար 17-ին վրդում ենք այս շարիկի իշխանությանը եւ ունենում ենք մրցունակ եւ անվտանգ Հայաստան։ Մրցունակ ու անվտանգ երկիր պետք է դառնա Հայաստանը, որ մարդիկ չլքեն իրենց ծննդավայրը, համոզված է Աննա Գրիգորյանը։ Վերջին տարիներին 20,000 սյունեցի լքել է մեր երկրի հարավային մարզը։ Տեսնում ենք, թե ինչպես է իշխանասարում արդեն ադրբեջանական ներկայությունը մեր սուվերեն տարածքներում։ Բայց հիմա էլ մի ծրագիր են սկսել, որը ադրբեջանական ծրագիր չի։ Հենց այս իշխանությունների կողմից իրականացվող ծրագիրը մեծ մարտահրավեր է, երբ որ գյուղերում դպրոցները փակվում են։ Արտառոց են այս ընտրությունները, կարծում է Հայաստան դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նախընտրական հանդիպումներին մարդիկ այնպիսի հարցեր են տալիս, որոնք երբեք չեն հնչել անցած ընտրարշավների ժամանակ։ Ես վատ երազում չէի կարող պատկերացնել, որ մենք այս կետին կգանք, որ նախընտրական շրջանում կքննարկվի սահմանադրություն փոխելու եք, թե չեք փոխելու, տարածք հանձնելու եք, թե չեք հանձնելու այս դիսկուրսը։ Բայց ինչի ենք եկել հասել այս դիսկուրսին, որովհետև թշնամին, Հայաստանին սպառնացողը պահանջել է, Փաշինյանը ընդունել է ու հիմա ասում է մեր սահմանադրությունը կոնֆլիկտածին է։ Կոնֆլիկտածինը դու ես, քո խոսույթն է եւ քո վարքագիծն է։ Բայց հուսահատվել պետք չէ, մոտ է հաղթանակը, վստահեցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Մեր թիմով ոչ մեկը չի կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ, վստահ եղեք։ Քոչարյանը գիտի, որ իրեն հավատում են ընտրողները, ասում է երկրի համար, փորձանք է սուտասան առաջնորդն ու մի անեկդոտ հիշում։ Մի մարդ հենց հայտարարություն է կախում, ասում է շուն եմ ծախում, խոսող շուն։ Հիմա լիքը մարդ ասում են, պես ինչ է, էլի խոսող շունը որն է, բայց այժմ էլ գրա $10 գինը, խոսող շան գինը։ Հիմա գնում են, ասում է, իսկապես խոսող շուն, ասում է, հա, հարցեր է տալիս շանը, շունը պատասխանում ասենց լավ, գրադյետ բանով, ես գրական լեզվով։ Ես շանը հետ խոսած, հետո շշմած ասում, լսիր, բայց շատ է ժան ես ծախում, սա ունիկալ բան է, ոնց ես այս շունը $10 ես ծախում։ Ասում է, ինչ ասում, սուտ ասում։ Սիսյանում համոզված են ընդդիմությունը հաղթելու է հունիսի 7-ին, բայց մարդիկ մտահոգված են, որ կարող են կեղծվել քվեարկության արդյունքները։ Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Ալբերտ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։